Պատկերացավ Փաշինյանի իշխանության 7 տարին ձեր կարծիքով ինչ է նա արել այս 7 տարվա ընթացքում։ Ոչ մի բան, բացի վնասից ոչ մի լավ բան չի արել։ Բացարձակ։ Ճանապարհներ ենք սարքում, որով հետո թուրքերը քայլեն։ Ոչ մի բան չի փոխվել։ Մենակ դեպի վատը, թե սոցիալական, թե ամեն ինչ մоральный դուխը ժողովրդի ընկել է, դարել են էգոիստ, ոչ մի բան հետաքրքիր չի մարդկանց։ Քայքայել են Հայաստանը, ծախել է Արցախը, հիմա էլ հայերի հետևից է ընկել, Հայաստանն է վաճառքի դրել, հիմա էլ ճանապարհ է տալիս։ Խոսք եմ տվել, դու ով ես։ Հայաստանի սեփականությունն է քո։ Խոսք եմ տվել, պիտի ճանապարհ տան, որ կիսի Հայաստանը, Զանգեզուրում էլ մարդ չմնա, մի քանի տարուց հետո էլ ասելու է Ադրբեջանը սեփականաշնորհում եմ այդ ճանապարհը։ Դե գնա պասպորտով հյուսիսից հարավ գնա։ Անասուն վիժված այդ պորնի կնգահետ։ Ոչ մի լավ բան ինձ համար։ Ազգի համար չեմ կարծում դժգոհությունները շատ է ելնելով ընդհանուր ժողովրդի արձագանքից ժողովուրդն էլ գոհ չի, այնպես որ չեմ կարող ասել, որ դրական ինչ-որ բան ունի, արձագանք ունի ինքը ժողովրդի մեջ։ Զուտ իմ տպավորությամբ։ Ոչ մի բան չեն արել, ոչ մի լավ բան չեն արել։ Ինչ պիտի անեն։ Հիմա նորից ընտրություններ ա լինելու, ես չգիտեմ, մարդիկ իմ կարծիքով նայած քանի ինչքան մարդ կլինի իր կողմնակիցը։ Բայց հիմա ինձ թվում է ռեյտինգը ահագին ընկել է համեմատաբար։ Ոչ մի բան չի արվում։ Երկիրը կործանվել է։ Ոչինչ չեն արել։ Դուք չեք տենում ոչ մի չեն արել։ Չեք տենում ոչ մի չեն արել։ Եղած է քանդում են։ Այս երկիրի քոչարանը գա մտես երկիր կաննավորի։ Այդքան բան կարամ ասել։ Единственное, что плохо стало, очень все подорожало, очень. Раньше было нормально, а сейчас нет. Очень дорого. Խոսքը Նիկոլի մասին է։ Չկայացած կառավարություն, կորցրած տարածքներ, ստորացված հայ ազգի արժանապատվություն, տենց կարելի է շատ թվարկել, շատ բան արել։ Կուզեի ինչ-որ մի լավ բան էլ հիշել, որ արել է, բայց միտքս չի գալիս ինչ-որ լավ բան։ Երևի ասֆալտ էլ արել, դե ասֆալտից փող է դուրս գալիս, դրա համար երևի ասֆալտ արել։ Ինչպես նաև բոլորը, նախկինները նույնպես ասֆալտ են անում, օգտակար գործ է, բայց Փաշինյանին պետք չի առանձնացնել ընդհանուր նախկինների կառավարությունից Լևոնից սկսած, որովհետև ամեն դեպքում նրանք որպես գործակալներ են հանդես եկել ռուս-թուրքական տանդեմի շահերը ներկայացնող, ինչը վերջին շրջանում իդեմս Նիկոլի ավելի բացահայտ ձևով արվեց, ու դա շարունակվում է։ Պետք է 100 դրամ տաս լրիվ ճիշտ ես ասեմ։ Թող սեղան գծեմ 7-ի կետանք։ Դրական բաները շատ են արվել, բայց նաև կան շատ բաներ, որ կարելի է անել, չեն արել։ Ոչ մի լավ բան, դժբախտությունից, հողեր կորցնելուց, հայրենիքը վտանգի առաջ, այդքան երիտասարդ տղամարդկանց կյանքը խլելուց բաց ինչ է արել մեզ համար, ոչ մի բան։ Իմ հասակի թոշակառուների համար ինչ արել, ոչ մի բան, ոչ մի արտոնություններ, ինքը ապրում է իր համար, նա հայրենիք չունի, նա հայ չի, եթե հայ լիներ այսպիսի բան չեր անի, փորը լցնի, հանգիստ ապրի, ես զարմանում եմ ոնց է քնում ինքը գիշերը, հետո ինքը մենակ չի, իր հետ շատ երեքան, այս մեր երիտասարդների մասին շատ եմ մտածում, մենք լավ երիտասարդներ ունենք, բայց ափսոս, որ ղեկավար չունենք, սա ապրել չի, որ մենք ապրում ենք։ Ես իր հասցեին ոչ մի վատ բան չեմ, իմ դաստիարակությունը չի թույլ տա, որ ես ինչ-որ վատ բան ասեմ իր հասցեին, բայց ասեմ, սա ապրել չի, որ մենք ապրում ենք։ Բոլորի առաջ գլուխներս խոնարհվեց, հպարտանում էի իմ ազգով, իսկ հիմա ամաչում եմ մարդկանց հարցերին պատասխանել, ես այլազգիներին նկատի ունեմ։ Ինչի համար։ Բա մենք դրան էինք արժանի։ Ոչ։ Ինչ լավ բան ենք տեսել, սենց ասեմ, վատ բան չեմ տեսել, բայց լավ էլ, ախր
միամիտ հարցեր եք տալիս, աղջիկ ջան, տենց ամենադժվար բանը գիտեք որն է, աշխատելն է։ Կողքից նայել, քննադատել, գնահատական տալը դա ամենահեշտ բանն է։ Չեմ կարծում, որ մեծ աշխատանք են կատարել, այնուամենայնիվ հիմա ավելի հիասթափված եմ։ 7 դարուա մեջ ինչ պիտենեն որ ռազնիներեր են արդեն ասկի ավելի ինչ պիտենեն։ Ամենամեծ սխալը Հայաստանի ղեկավարներուն արտասահման հետ միասին կորզենություն չունին։ Արտասահմանը 8 միլիոն ժողովուրդ կա, գիտնականներ կա, զինվորական կա, ղեկավարներ կա, ամեն տեսակ մարդիկ կան։ Իրենք քարագուսի է կուլուխին հոս, ուզազին բիդենեն։ Պացեկտորները եկեք, խոսենք, նստենք, ով եք, ինչ եք և այլն, ոչ, իրենք իրենց կուլուխին կաշխատեն, ասիջանի հասանք, ով գուզե թողլա, Փաշինյան չրա, ով գուզե թողլա, աս քաղաքը դանողը իրենք են, թեպի ետև, հարաճ չիգա, ինչը սել է, սա մեմը ղեկավարներ թողնային սա դուներուն վարձկերը ինչ է, ժողովրդին վիճակը ինչ է, մեր բաբերը քաղաքական եկան, արաբական անապատները, ողորմություն չուզեցին մեկեմը, արեստավոր եղան, կոնտրակտորներ եղան, գործադեղիներ, փաբրիկներ, մեծ հասարակություններ ունեցան ջագդի քրդինքով։ Հոս գտեսնենք որ հայդակիրներ կա որ թիթեղի դուներուն դակ ծմերվա ծուրդին ատ ցեխերու մեջ ատ երեխաները չարչարվիր ատ ընտանիքները ինչ ասիգա կյանք է Այս քան տարվա մեջ Փաշինյանը ոչ մի բան չի արել ժողովրդի համար։ Ինչ էր արել, իր համար արել, Իջևանի համար։